Աշխատասեր մարդը ձմռանն էլ անելիքներ է ունենում, դա կլինի տնամերձում, գյուղամիջում, թե հարևան անտառում։ Բերքահավաքից հետո գյուղացին հերկում է դաշտը, որ գարնանամուտին կրկին զբաղվի հողագործությամբ։ Հիմնականում գյուղում բանջարաբոստանային կուլտուրաներից մշակում են կարտոֆիլ, լոբի, կաղամ եւ բանջարոնոցային այլ կուլտուրաներ։ Մարտի սկզբին արդեն մեր գյուղացիները սկսելու են իրենց բանջարոնոցները մշակել, այսինքն առաջի հերթին կարտոֆիլը պիտի ցանեն։ Թե ինչպիսին կլինի բերքը, մեղմ ասած, կախված է գյուղացու աշխատասիրությունից եւ բնության քմահաճությունից։ Սակավահող գյուղում, սակայն, ազատ հողատարածք չկա, ասում է համայնքի ղեկավարը։ Հակառակ դրան, այստեղ բոլորն են զբաղվում գյուղատնտեսությամբ, նաեւ հասցնում են անասուն պահել ու վայելել վաստակածը։ Ամեն մարդ պիտի աշխատի, իր ուժերը ներդնի, իր գիտելիքներով ստեղծի իր ընտանիքի համար ինչ որ անհրաժեշտ է կենսական եւ հələ ինչու՞ չէ, եթե կարողանա դրսի շուկայի հետ կապ պաշտպանի, իր ապրանքը տանի, այնտեղ փողային եկամուտ բերի մեկը մյուսը։ Սեփական դաշտից շատ ավելին կարող է ստանալ հողի մշակը։ Վլադիկ Աթայանը մասնագիտությամբ գյուղատնտես է, այսօր արդեն թոշակառու, բայց ինչպես գյուղացիներն են ասում, տնամերձ հողամասից թոշակի չեն անցնում։ Երևանից 20 տարի առաջ է վերահաստատվել հայրենի Քարինտակում, շարունակում է այգի մշակել, անասնապահությամբ զբաղվել ու պահպանել լավագույն մեղվապահի համբավը։ Ամեն ինչի ստեղծողը հողն է։ Հողի հետ պիտի մարդ աշխատի, անկախ նրանից եկամուտը շատ կլինի, քիչ կլինի, բայց բոլոր դեպքում հողը նեղություն չի կորցնում։ Եթե հողի վրա աշխատում ես, նեղություն ես քաշում, նա ինչ-որ մի չափ հատուցում։ Կարկասոյնը ամեն ինչն կա, բանջարանոցը կա, հողամասները կա, բանը խոթարքը կա, արոտը ունենք։ Բերքի իրացման խնդիր Քարինտակցին չունի, շրջկենտրոն Շուշիից, հետևաբար եւ մայրաքաղաք Ստեփանակերտից հեռու չէ գյուղը, իսկ գնորդը շարունակում է նախապատվությունը տալ տեղական ու մաքուր արտադրանքին։ Այստեղ փաստորեն շահում է աշխատասեր գյուղացին։ Եթե տեսնենք մեր գյուղը քարքարոտ, բայց գյուղացին կարճած է մնում իր հողից եւ իր հողն է մշակում։ Խնդիր չունենք իրացման հետ կապված։ Մի խոսքով մի մասն էլ թեկուզ նաև Ղարաբաղից դուրս Հայաստանից եւ տարբեր տեղերից են գալիս մեր բանջարեղենը առնում տանում։ Քանի որ գյուղի ներքևով գետն է հոսում, կարկար գետն է հոսում, դա էլ բարենպաստում է թեկուզ այն երաշտ տարիներին մենք ջրի խնդիր չունենք։ Ավարտված գյուղատնտեսական տարին մեծ հաշվով բարենպաստ չէր, ասում են գյուղում, բայց հազվադեպ է մշակը մնում առանց եկամուտի։ Անգամ այդ դեպքում այստեղ շարունակում են զբաղվել հողագործությամբ։ Ասում են հողից հեռանալը շատ ավելի դժվար է գյուղացու համար։ Նարեկ Սահակյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։